Շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, Բարև մի ձեզ։ քանի թեմաներ եք առանձնացրել եւ այսպես Գյումրիում կայացավ Վարդան Ղուկասյանի երթունակության արարողությունը, Գյումրին այլևս ունի նոր քաղաքապետ, իդեմս Վարդան Ղուկասյանի, այդ օրերին դուք այնտեղ էիք նաեւ, կխնդրեմ ձեր խոսքը Գյումրիից սկսել, ինչ եք առանձնացրել, համեցեք։ Առաջինը եկեք նշենք, որ Գյումրին ըստ էության դրսևորեց ազգային վարքագիծ եւ այնպիսի կազմակերպչական ջիղ ունեցավ, որ կարողացավ համախմբվել եւ ընդդիմության մեկ թեկնածուով ընտրություն կատարել արդեն ավականունիստի կողմից եւ ունենալ ընդդիմադիր, այսինքն ազգային համենայնդեպս ուղղվածությամբ ազգային դիմագծով թեկնածու եւ ունեցավ արդեն այդ թեկնածուին որպես քաղաքապետ։ Սա շատ կարևոր պայման է ապագա նաեւ գործընթացների համար, որոնք տեղի կունենան, ես համոզված եմ նաեւ այս գարնաշրջանում, նաեւ Երևանում եւ ամբողջ հանրապետությունում, որովհետեւ մենք այլընտրանք չունենք, եթե չի փոխվում իշխանությունը, ապա եւս մեկ անգամ պատերազմական գործողություններ, այն էլ այսպիսի ապազգային թշնամական իշխանությունների հետ, դա նշանակում է ամբողջությամբ կործանում եւ հայ ազգի արդեն նոր փուլ անկման, սա անտանելի մի իրավիճակ կլինի եւ մենք այս իրավիճակում անդառնալի արդեն մեր շեմը կհատենք։ Հետևաբար շատ կարևոր է Գյումրիի ընտրությունները եւ ես հետևեցի նաեւ բոլորի խոսքերին, այդ թվում նաեւ Աճապահյանի ելույթին, խոսքին եւ օրհնեց նա այդ ընտրությունը գյումրեցիների եւ իհարկե բոլորի սպասումները մեծ են եւ իրենց մոտ են մեծ սպասումները եւ նաեւ այստեղ Երևանում են մեծ սպասումները եւ այդ ոգևորությունը, էներգիան, արդարության վերականգնումը վերջո եւ նաեւ մեր ազգային դիմագծի ցույց դնելը շատ կարևոր է, որը Գյումրիի միջոցով արդեն իսկ կարող ենք տեղափոխել Երևան։ Ես նաև հետևում եմ արձագանքներին այս զավթիչների կողմից հրապարակված եւ մեղմ ասած նրանք շատ վատ վիճակում են։ Զգացվում է, որ չունեն հնարավորություն դիմակայելու այս ընտրությանը։ Իհարկե փորձում են կեղծ լուրեր ինչ-որ տարածել, ինչ-որ հիմնավորումներ ներկայացնել եւ այլն, բայց ակնհայտ է, որ նրանց մոտ խոճապային տրամադրություն է եւ իրավիճակը նրանց կողմից իհարկե չի վերահսկվում։ Մի օր է կարող ենք արթնանալ եւ տեսնել, որ այս իշխանությունը, այս զավթիչները այլևս գոյություն չունեն, որովհետեւ տենդենսն է այդպիսին, ակնհայտ է, որ զավթիչների վերաբերյալ թե հանրային ընկալումը, թե աշխարհաքաղաքական առաջադրանքը բացարձակ փոխվել են, այլևս սրանք պիտանի չեն, այսինքն այս քանդող զավթիչների խումբը, որը պետք է քանդեր աշխարհակարգը եւ աշխարհակարգի քանդումը սկսվեց նորից մեզանից Արցախից, այսինքն այս զավթիչների այլևս ծրագիրը սպառվել է եւ ծրագիրը մտնում է նոր փուլ, հետեւաբար նոր փուլում իրենց անհրաժեշտությունը չի լինելու։ Եվ ես հույս ունեմ, որ մենք եթե լինենք խոհեմ, լուրջ, սթափ, մենք կարող ենք այս աշխարհաքաղաքական վերադասավորվածությունների ներքո մենք մեր տեղը ունենանք, գտնենք մեր, այսինքն մենք գիտենք մեր տեղը որն է, բայց այդ տեղը ամրագրենք մեր կողմից, այլ ոչ թե մեր տեղը էլի բաժան անենք եւ նվիրենք կամ փոխանցենք կամ ինչու՞ չէ դավաճանությամբ վաճառենք ինչ որ այլ խմբերին եւ այլ տերերին։ Սա է Գյումրիի ուղերձը, որը հուսով եմ շուտով կհասնի Երևան։ Վաղը Երևանի ավականիում տեղի է ունենալու նիստ։ Նիստը սկսվելու է ժամը 10-ին։ Նիստի օրակարգում է
ընդգրկված տրանսպորտի թանկացման, այսինքն նվազեցման օրինագիծը, որը ենթադրում է իրենից այնպիսի փոփոխություններ, որի միջոցով տրանսպորտի սակագինը կվերականգնվի, կդառնա նույնը, ինչ որ եղել է, եւ այս թալանը, որը կազմակերպվել է Երևան քաղաքում ավտոբուսների այդ սակագնի վերաբերյալ, հանրային տրանսպորտի վերաբերյալ, վերջի վերջո այդ թալանի ձեռքը կկտրվի եւ այդ թալանողների գլուխներն ու ոտերը կջարդվեն, որովհետեւ իրենք այս թալանով հերիք չէ, որ այդ տրանսպորտի սակագինը ինքնարժեքը կազմում է շուրջ 65 դրամ, 62-ից 65 դրամ է կազմում, նրանք այդ 100 դրամն էլ արդեն իսկ թանկ է, բայց նրանք հանդգնել էին 300 դրամ դարձնել, հետո փոխեցին 150 դրամ, այսինքն մեզ թալանում են, եւ այս թալանը տևում է արդեն 7 տարի շարունակ, եթե խոսվում էր նախկինի թալանի մասին, մենք չենք ժխտում, որ նախկինում թալան չի եղել, մենք չենք ժխտում, որ նախկինում կոռուպցիա չի եղել, այս մասին չենք էլ վիճում, հարցը դա չէ, բայց այն ինչ որ տեղի ունեցավ այս 7 տարիների ընթացքում, սա գերազանցեց բոլոր մակարդակները, ինչ որ եղել էր, թալանը, կոռուպցիան, դատական անպաշտպանությունը, բայց չեմ ասում, որ պետության քանդումը 12,000 քառակուսի կիլոմետր հայրենի բնորանում մաքուր հայկական տարածքում ստեղծված Արցախի հանրապետությունը մնաց անպաշտպան եւ դեռ ավելին պայմանավորված պատերազմում, բունկերներում ինչ որ պայմանավորվածությունների ներքո տարան կոտորեցին մեր երիտասարդներին, երիտասարդ սերունդը եւ պայմանավորվածությամբ հանձնեցին Արցախյան պետականությունը եւ արցախապատկան հողը, հայրենի սուրբ հողը։ Կռվեցին, երիտասարդներ շատ լավ են կռվել, ոչ թե կռվել են, այլ այնպիսի հերոսություն էին ցուցադրել, որ 44 օրերի ընթացքում թուրքը, այդ զավթիչը, այդ դավաճանության պայմանավորվածությունների ներքո ընդամենը գրավել էր ընդամենը 2.5 շրջան, այն էլ դաշտավայրի մասում։ Մենք այդ 2.5 շրջանը, եթե չլիներ այսպիսի դավաճանություն եւ չստորագրվեր այդ դավաճանական հայտարարությունը նոյեմբերի 9-ի 2020 թվականի, մենք այդ 2.5 շրջանը կվերականգնեինք դեռ ավելին Քուր Արաքսյան այդ սահմանագիծը կհասնեինք եւ ավելին կամրապնդեինք մեր սահմանները թշնամի զավթիչներից եւ ավելի պաշտպանված կլինեինք, մեր հայրենիքը ավելի հզոր կլիներ, բայց դա մեզ թույլ չտվեցին, որովհետեւ հատուկ այդպիսի իշխանություն էր ձևավորվել, որ Արցախը պետք է հանձներ, հայկական պետականությունը պետք է լուծարել եւ դեռ ավելին հիմա պետք է թեզեր հնչեն, որ Արցախը դա ինչ որ Արցախյան շարժումը պետք չէր, կործանարար էր եւ այլն։ Եկեք չմոռանանք այս ասողները ոչ միայն մեր ազգի հետ կապ չունեն եւ մեր ազգային ծրագրի հետ կապ չունեն։ Մենք չմոռանանք, որ Արցախյան շարժումը դա ազգային ազատագրական շարժում է եւ այդ շարժման մեր բաղկացուցիչ մասն է եւ բոլոր մեր հայրենակիցները, որ Արցախն էին ազատագրում, իրենց մտքում ունեին, որ իրենք Վանն են ազատագրում, Մուշն են ազատագրում, Կիլիկյան են ազատագրում, Արաբկիրն են ազատագրում, այսինքն այդ ամբողջ մտայնությունը հենց դրանում էր, իսկ եթե դու չունես ազգային ազատագրական պայքար, այն դեպքում երբ քո հայրենիքիդ զգալի մասը 450,000 քառակուսի կիլոմետր տարածքից մնացել էր մի փոքր հատված եւ դու չես ցանկանում դա վերականգնել, որպեսզի վերականգնես քո ազգային ողնաշարը, որպեսզի ազգահավաք կազմակերպես, ցիրուցան եղած ամբողջ աշխարհով մեկ հայությանը հավաքես իր հայրենիքում,
դա նշանակում է դու որպես ազգ ուրեմն գոյություն ունենալու իրավունքը չես ունենալու։ Սա է արցախյան ազգային այս պայքարի գաղափարը եւ այս պայքարով ենք մենք նաեւ որպես ազգ նորից վերածնվում եւ նորից որպես ազգ այդ հայտը ներկայացնում ապագա քաղաքականության մեջ, ապագա քաղաքակրթություններ ստեղծելու մեջ, առանց դրա չի լինի։ Հետևաբար մենք պետք է հաշվի նստենք այն բոլոր հանգամանքների հետ, որը տեղի են ունենում։ Շուրջ 30 տարի առաջ, այո, Արցախյան շարժումը պետք էր գերտերություններին նաև, որպիսի սկսվեր խորհրդային միության քանդումը, դա կար, դա ոչ մեկ չի կարող ժխտել կամ անտեսել, բայց դա չի նշանակում, որ այդ շարժումը, որը ինչ որ կենտրոնում նաև նախաձեռնվել էր, դա մեր ազգային շարժումը չէր եւ մեր ազգային շահերից չէր բխում։ Ինչքան մեր հայկական բնորանի տարածքները վերա հայկականանան, ինչքան դրանց վրա տարածվի հայկական պետականության ազգային կանոնները, այնքան մենք որպես ազգ ուժեղ կլինենք, այդքան որպես ազգ ամուր կլինենք եւ պաշտպանված կլինենք։ Հետևաբար Արցախյան շարժման մասին պետք է խոսենք միայն ակնածանքով, հերոսությամբ եւ չմոռանանք մեր նաեւ մաքուր այդ հայկական հողի մեր պատկանելությունը, այսինքն ինչ են ուզում ասեն, այդ մեր գերեզմանները, մեր վանքերը, մեր սրբությունները, որ թողնվել են Արցախում, դրանք ինչ է մեզ պետք չէ։ Այսինքն ինչ է, ով է ինչ ուզում ասել, գերության մեջ թողնեինք Արցախը, հեն այդ շարժման դավաճանների պատճառով գերության մեջ մնացին Գանձակը, Դաշտային Արցախը, մենք չհասանք այն գծին, որը կարևոր էր մեր ապահովության համար եւ մեր հայկականությունը վերականգնելու համար։ Դա չեղավ, Նախիջևանը չթույլ տվեցին, որպեսզի մենք ազատագրենք, բայց աշխարհը նորից փոխվում է, նորից համաշխարհային պատերազմ է, ցավալի է ընթանում, այս համաշխարհային պատերազմում էլի սկսեցին մեզանով, էլի սկսեցին Արցախով, էլի մեր հայ զինվորները, հայ երիտասարդները, մեր գենը կոտորվեց, բայց պետք չէ ընկճվել, պետք չէ հուսահատվել, ամեն դեպքում մենք հաղթող, հաղթական եւ հերոսական անցյալ ունեցող ազգ ենք եւ այս տրամաբանության ներքո մենք պետք է գնանք առաջ։ Հիմա եկեք խոսենք այս ներկա թալաններից, որը տեղի է ունենում Երևանում մասնավորապես, Երևանի բոլոր տարածքները կարող ենք ասել դրված են վաճառքի եւ վաճառվում են բացարձակապես այն տարածքները, որը կարող էին նաեւ ծառայել որպես կանաչ գոտիներ եւ դառնային Երևանի թոքերը, մինչդեռ Երևանը կարող ենք ասել 100% ուղղակի կառուցապատվում է շինություններով։ Չկա այգի կառուցապատում, չկա նոր օրինակ անտառների հիմնում, գոյություն չունի նման հասկացություն։ Բոլոր լանջերը չորացված են եւ բոլոր լանջերի վերաբերյալ կան քննարկում, որ դրանք պետք է տան կառուցապատման, այսինքն շենքերի կառուցապատման, աննախադեպ շենքերի կառուցման թույլտվություններ են տրամադրվել այս կամ այն ընկերություններին, որտեղ այդ կոռուպցիաները, որ արդեն քննվեն, այդտեղից գիտեք ինչեր են բացահայտվելու, այս 7 տարիների ընթացքում, թե ովքեր էին այդ շինություններ կառուցողները, ում են տվել այդ ապօրինի թույլտվությունները, այդ ժամանակ այս 7 տարիների ընթացքում մի այնպիսի կոռուպցիոն սկանդալներ են ի հայտ գալու, որ ուղղակի ոչ միայն զարմանալու, բանտախցերում այս գործող իշխանությունը, ուղղակի նոր երևի մի հատ էլ բանտ պետք է կառուցենք, որպեսզի կարողանանք այդ բոլոր ավազակներին այդտեղ տեղավորենք։ Բավականին երկար տարիներով
նրանց այդտեղ տեղավորենք։ Հիմա եկեք մի հատ էլ վարքին այս իշխանությունների անդրադառնանք։ Նորից բան է արել, հիմա էլի ճարվանը հրավիրում, այս անգամ արդեն 3 միլիոնով Վարք, այո։ Ինչքան տարածք են տալիս, այդքան գլխավոր մուրացկանի ճաշկելույթի թիվը մեծանում։ Վարքին եկեք անդրադառնանք։ Երբևիցե մենք այսպիսի ակտիվ կողակից պետության առաջի դեմքի չենք ունեցել։ Այսպիսի ակտիվ վարքագծով կողակից մենք չենք ունեցել։ Այն էլ, որ փողով տղամարդկանց հրավիրի իր հետ ճաշելու կամ չգիտեմ, այլ ինչ նպատակներով է հրավերները տեղի ունենում, դա նույնպես ապագայում քննարկելիք սկանդալների առարկա կդառնա, որովհետև սա նույնպես նման երևույթ, որ դասական կոռուպցիա է, երբ պետության առաջին դեմքի կողակիցը հրավիրում է ինչ-որ տղամարդկանց գումարի միջոցով, ինչ-որ միջոցառման, այսինքն սա կոռուպցիոն դրսևորում է, որովհետև բոլոր այդ մարդիկ, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատեր են, գործարար են եւ այլն, հենց այնպես տեղը չեն գնա այդպիսի գումար վճարեն, դա հասկանալի է, որ այդ գումարները ունեն վճարման հատուկ նպատակային նշանակություն, գումար ինչ որ բանի դիմաց, որովհետեւ ոչ մի իրեն հարգող մարդ չի գնա ինչ որ մի օտար կնոջ հետ, որոշի, որ պետք է ճաշի եւ նրան գումար վճարի։ Այսինքն սա հասկանալի է, չէ՞, որ որևիցե հետ մի տղամարդ, որ այդ տիկնոջ հետ ոչ մի հարաբերություն չի ունեցել, ինչից ելնելով պետք է որոշի, որ պետք է գնա նրա հետ ինչ-որ ճաշի։ Այն էլ այդ ահռելի գումարների ներքո, օրինակ, չգիտեմ, 3 միլիոն դրամ կամ 5 միլիոն դրամ կամ 15 միլիոն դրամ, այսինքն 100 հազարավոր դոլարների մասին է խոսքը։ Այդպիսի տղամարդ ես Երևանում, Հայաստանում չգիտեմ, որ կցանկանա այդպիսի գումար տա, ինչ որ մի կնոջը, որը, ես չգիտեմ, համենայնդեպս այդ գումարին պայմանագրային կողմերը գումարի, մեկը գումար տվող տղամարդն է, մյուսը պայմանագրի կողմը ինչ որ մի կին է, որը տարիքով է արդեն, որը չգիտես ինչ է, այսինքն ակնհայտ է, որ սա պետք է դիտարկել միայն որպես կոռուպցիոն երևույթ, այլ բան հնարավոր չէ դիտարկել այս ամենի մեջ։ Հետևաբար այս բարոյական կողմը, այսինքն կոռուպցիան, որը թելադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքից, որովհետև կառավարության շենքում է գտնվում նաև այդ միլիոնավոր դոլարների տոմս վաճառող կնոջ գրասենյակը, այդտեղ է գտնվում պաշտոնապես, այդպիսի հայտարարություն է արվել, որ տվյալ անձի գրասենյակը գտնվում է այդտեղ, այսինքն պետության շենքի մեջ նստած անձը մարդկանց հրավիրում է, վաճառում է ինչ-որ տոմսեր, աստղաբաշխական գնով, հազարավոր դոլարների եւ ասում է ես ուզում եմ ձեր հետ ճաշել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է զուտ կոռուպցիոն գործարք։ Պայմանագրի մի կողմը ինչ որ մի ձեռնարկատեր է, որը ունի իր շահերը եւ ունի նվազագույն պաշտպանվածություն, որովհետեւ դատարանները չեն գործում, իրավապահ մարմինները չեն գործում, դատախազությունը չի գործում, նրանք փորձում են այսպիսի կոռուպցիոն գործարքների միջոցով պաշտպանել իրենց իրավունքները։ Եթե չգնան նման ճաշերի, ինչ կանեն։ Ձեռնարկատիրական գործունեությունը կտուժի, ինչ կանեն, կգան տուգանքներ կդնեն, այս կամ այն գույքը ձեռքից կխլեն, ինչպես կխլեն, տարբեր ձևերով, իրենք ձևերը շատ լավ գիտեն այդ գույքը օտարելու, ապօրինաբար իրենցից խլելու, վերցնելու, բոլոր ձևերը նրանք գիտեն։ Հիմա տեղի է ունենում նաև այս պարագայում կապիտալի, այսինքն այն ինչ որ թալանվել էր, այդ թալանի վերադասավորվածություն, այսինքն մի թալանողից վերցնում են
դնում են նույն թալանողի գրպանը եւ ասում են իբրև թե պայքարում են կոռուպցիայի դեմ եւ ստեղծեցին իբրև թե հակակոռուպցիոն դատարաններ, հակակոռուպցիոն կոմիտե, բայց դուք տեսել եք ձեր կյանքում ինչ որ մի բարելավում այդ կոռուպցիայի դեմ պայքարից։ Իհարկե ոչ։ Ինչ է, բժշկական ծառայություններն են դարձել ձեզ համար մատչելի, տրանսպորտի գումարն է նվազել, իհարկե ոչ, ընդհակառակը ամեն ինչ թանկացել է, ձեր թոշակներն են բարձրացել, մեր թոշակառուների թոշակները եթե ինչ-որ 500 դրամով կամ 1000 դրամով բարձրացել է, դրա դիմաց ապրանքներն են եւ ծառայություններն են թանկացել, այսինքն սա ինչ է նշանակում, որ այն խեղճ տատիկ թոշակառուն եւ հիշում եք, չէ՞, Լեյլա միա տատիկ կար, որ կանաչի էր վաճառում եւ բերել էին այդ կեղծ հեղափոխության ժամանակ, հատկապես այդ Ազատություն ռադիոկայանը այդ տատիկից ինտերվյու էր վերցնում։ Այդ Լեյլա տատիկը հիմա էլ նույն կանաչին վաճառում է 7 տարի անց, գիտեք որտեղ է վաճառում։ Բարեկամություն մետրոյի այդ տակի, հա, այդտեղ վաճառում է էլի նույն իր կանաչին վաճառում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվել, ուղղակի Լեյլա տատիկը ավելի է պարավել։ Այսքանը։ Սա ինչ է նշանակում, որ տատիկներն ու պապիկները ամեն օր աղքատանում են, ամեն օր, եթե նրանց չօգնեն, իրենց թոշակով չեն կարող իրենց առաջի սպառման ապրանքները գնել, երիտասարդները չեն ցանկանում շարունակել ապրել Հայաստանում, որովհետև Հայաստանում այն բոլոր երիտասարդները, ովքեր ունեն դրսևորվելու հնարավորություն, այսինքն իրենց գիտելիքները եւ կարողությունները լայն են, նրանք փնտրում են աշխատանք օտար երկրներում, օտար ափերում, նրանք գնում են։ Ովքեր են մնում խեղճերը, ովքեր են մնում ավելի թույլերը եւ իհարկե մնում են նաեւ զավթիչները, թուրքերը եւ նաեւ կոռուպցիոներները, որ երկիրը այսպես կեղեքում են, որ վաճառել են Արցախը եւ հիմա էլ վաճառում են այլ մասեր Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ամեն գիշեր Խոզնավար, Խնածախ, այդ Գորիսի մոտակայքի գյուղերը ամեն գիշեր ուղակի գնդակոծվում են, ամեն գիշեր գյուղի բնակիչները անհանգիստ են։ Մյուս հատվածը է Սկիրանցի, որ հանձնել է, ինչքան տեղեր է, չէ՞ հանձնել։ Ինքը Տաուշի մարզը այդ հատվածում Բերդից մինչև այդ մասը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև մենք գտնվում ենք բարձունքում, իսկ տակ արդեն Ղազախի շրջանն է, Թովուզ եւ Ղազախ։ Այդպես են այդ ադրբեջանցիները անունները դնում, բայց իրականում դրանք նույնպես մաքուր հայկական տարածքներ են, որտեղ մենք բարձր ենք, իրենք ցածր են։ Այդ բարձունքները շատ կարևոր են իրանց համար, տալիս է, որ վաղը մյուս օր հնարավորությունները մեր էլի ընդլայնվեն, մենք չկարողանանք հեշտությամբ ազատագրենք մեր հայրենիքը, դրա համար է տալիս։ Բերում թուրքերին նստացնում է այդ ամենակարևոր բարձունքների վրա։ Նույն ձևի նստացրել է Կապանի մոտ այդ թուրքերին, բերել նստացրել է, որ մեզ խեղդեն։ Ինչի համար է անում, որովհետև նա իր այդ թուրք տեսակի սպասարկուն է, ուրիշ ոչ մեկը չէ։ Հենց թուրք տեսակի սպասարկուներին բերել են այսօր իշխանության։ Եվ ամենակարևորը Գյումրին գիտեք ինչ ցույց տվեց, այլևս ինքը չի կարող կերակրել, որ նախկինների թալանը հետ են բերելու, նախկինները, ինքը նախկիններին մի 100 անգամ գերազանցել է։ Եվ ոչ մի բան էլ հետ չի բերել, ընդհակառակը։ Ինչ որ թալանված եղել է, հիմնական մասը այդ թալանի, հիմա ինքը այդտեղ մտել է փայատեր է դարձել։ Այդտեղ է ինքը, այսինքն այդ թալանի մեջ ինքը իա բաժինն է արդեն ստեղծել այդ թալանի մեջ, որ հիմա մենք շրջում ենք Երևանում, ապա տեսնում ենք, որ այս մարդիկ փաստորեն աշխատանք չեն ունեցել, մարդիկ կան իրենց կենսագրության մեջ, առաջի աշխատանքը այդ հեղափոխությունից այսպես կոչված, այդ կեղծ հեղափոխությունից հետո են նրանք ձեռք բերել աշխատատեղ, այսինքն ունեցել են աշխատանք եւ մեկ է տեսնում ես արդեն ունեն միլիոնավոր դոլարներ, միլիոնավոր դոլարների արդեն սեփական տներ են կառուցել,
ինչ որ մի հատ համբալ կար, հիշում եք այն, որ անդադ համբալ բառներ օգտագործում։ Դրանք ինչ որ բաներ են արդեն ձեռք բերել, մասշտաբային, բայց մենք դեռ չգիտենք նաև արդեն արտասահմանյան բանկերում սրանք ինչեր ունեն, որ գնում են, գալիս են, աչքերները բացվել է։ Օրինակ Գյումրիում գյումրեցիները, ովքեր որ այս թուրքական իշխանության մեջ են, պարզվեց դրանք էլ կանայք, ինչ որ մինչև էդ էլ մի բարի պտուղները չեն եղել, բայց հիմա արդեն այնտեղ դարձել են ունեցվածքների տերեր, արդեն ինչ որ բաներ են, անշարժ գույքեր ունեն, ինչ որ գործերի մեջ են եւ այլն։ Սա ինչ է նշանակում, որ արդեն 7 տարվա մեջ նոր օլիգարխիա է ձևավորվել։ 7 տարվա մեջ արդեն տեղի է ունեցել եւ դեմքերի փոփոխություն, եւ նաեւ սերունդների փոփոխություն։ Նոր երիտասարդ ավյունով օլիգարխներ են հայտնվել։ Արդեն իրենք են ինչ որ տարածքներ կա վերահսկում, ասում այս մի տարածք, այս մի ոլորտը սրան է պատկանում, այս մի ոլորտը նրան է պատկանում, այս մի ոլորտում սա է Սաշիկը, այս մի ոլորտում չգիտեմ ով է Միշիկը, այսպես ուղղակի անվանափոխումներ են տեղի ունեցել։ Էությունը այս կառուցվածքի, որը արատավոր են այդ նախկին կառուցվածքի, ավելի վատ իմաստով ձևափոխվել, տրանսֆորմացվել է վատ իմաստով, ոչ մի բան լավ իմաստով տեղի չի ունեցել։ Նույն դատական համակարգը, երբ մենք նայում ենք հիմա ուսումնասիրում ենք, սա մի խայտառակություն է, առասպելական խայտառակություն։ Առասպելական խայտառակություն, արդարադատության նախարարության գործառույթները, դա մի խայտառակություն է, նախորդ է, մենք չիմացանք ինչ պայմաններում այդ նախորդ մի քանի հոգին, Կարեն Անդրեասյան, Գրիգոր Մինասյան եւ Սասուն Խաչատրյանը, մենք չհասկացանք, չէ՞, մի օրվա մեջ, մի քանի ժամվա մեջ ինչ որ SMS-ներով եւ այլն, որոշեցին, որ նրանք պետք է դուրս գան, հեռանան, բայց մեկ էլ շատ շնորհակալական ինչ որ նամակներ էին ուղում թուրքերին, ասենց ինչ որ ուրախության բան այդ շնորհակալության հրաժեշտի ինչ որ նամակներ էին ուղում։ Սա այդ դասական այս 7 տարիների ընթացքում այս խայտառակ ուղղակի վարքագիծն է եղել, գործելակերպն է եղել, որ այսօր բախվում են թե քրեակատարողական հիմնարկները, թե դատարանները։ Մենք չենք ունեցել 30-ամյա մեր պատմության մեջ, որ ամբաստանյալը, մեղադրյալը դատարանի դահլիճում կարող է մահանալ։ Դուք պատկերացնում եք, սա ինչ է կատարվել մեր հետ։ Այսինքն դատարանի դահլիճում մահացավ մի մարդ, որը չպետք է լիներ ընդհանրապես կալանավայրում։ Մի օր չպետք է մի ժամ կալանավորված լիներ։ Բայց այս հարցերի պատասխանները, այո, կալանավայրում մենք ունեցել ենք նաև մի լրագրող, որ հացադուլ էր անում, հացադուլից մահացավ։ Էդ չենք մոռացել։ Այս ամեն ինչը գրաված, արխիվացված, այս բոլորի պատասխանները դուք տալու եք։ Եվ տալու եք պատասխան նաև Արցախյան պատերազմի, այսպես կոչված ձեր պայմանավորված պատերազմի զոհերի համար, Եռաբլուրի համար։ Եռաբլուրը այդքան մեծացնելու համար։ Եվ ամբողջ հանրապետությունով եռաբլուրներ սարքելու համար։ Դուք դրա համար պատասխան եք տալու։ Այդպես չէ, որ դուք 100% պատասխան կտաք, որովհետև դուք որոշեցիք, որ այո, դուք կարող եք այս ցեղասպան, կործանարար, ազգասպան եւ հայրենասպան գործը ստանձնեցիք, որ կատարեք։ Ձեզ դրա համար բերեցին, դուք դա ստանձնեցիք։ Եվ անցակ այդ կաստինգ կոչվածը, որովհետև միայն ձեր տեսակը կարող էր այսպիսի բան անել։ Ամեն մեկը այս սատանայական ծրագրի մեջ չէր կարող ներգրավվել։ Դուք ստանձնեցիք եւ ներգրավվեցիք եւ կատարեցիք դա։ Եվ դա իհարկե ձեզ չի ներվելու, պատժվելու եք, անպայման, անկասկած, պատիժը լինելու է։ Այսքանը վաղ Երևանի ավականու նիստում այդ Ավինյան, այո, Տիգրանի հարցերը պետք է լուծենք, հատկապես պետք է լուծենք
հանրային տրանսպորտի այդ սակագնի հարցը, որովհետև այնուամենայնիվ 100 դրամից ավելի չի կարելի վճարել եւ դեռ ավելին 100 դրամը պետք է ժամանակի ընթացքում արագորեն վերանայվի եւ դառնա ավելի նվազ գումար, որpիսի մեր քաղաքացիները ունենան եւ որակյալ ծառայություն հանրային տրանսպորտի տեսքով եւ ունենան մաչելի ծառայություն հանրային տրանսպորտի տեսքով։ Չի կարող այդպես լինել, որ մի կիլոմետր գնալու համար հանրային տրանսպորտի համար մարդը տա 150 դրամ, որ հետո է դարձնել 300 դրամ։ Այսինքն սրանք մենք պետք է թույլ չտանք, սա ուղղակի թալան է ձեր գրպանից, հարգելի քաղաքացիներ։ Ամեն դեպքում Գյումրին տեղափոխում ենք Երևան, Երևանի ավականունիստում անում ենք հեղափոխական գործընթացներ, լավ իմաստով, որ բերի մեր երկրին, մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին բարօրություն։ Այսքանը։